Եկեք մի հագիպ ներկայացրեք ձեր չնայած հիշում եմ Ես չեմ նկատել, խաբվել ենք, փողերը մուծել ենք, վճարել ենք, ունենք չեկերը ամբողջությամբ, որը մուծել ենք բանկերով, որ խաբել են, որ ֆրանսիական բանկն է տրամադրում 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, այսքան, ինչ ասել են, արել ենք, ու տենց կորել են Facebook-ից, անհայտացել են, Այո, դիմել եմ ԱԱՑ- եմ, դիմեմ մի տարի տարամբերին, հետո ասին դե չենք կարողանում բռնել այդ հանցախումբը, երբ որ կբռնենք տեղյակ կպահենք։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ եկե ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Հետո դիմել ենք մեր Արարատ քաղաքի ոստիկանության քննչականին, գործ են հարուցել, մի տարի էլ այդտեղ ենք սպասել, ասին միևնույնն է ձեր գումարները հետ չեն վճարի, դուքի $5,000։ Այսինքն քննչականն է ասում, ոստիկանությունում են ասում։ Ոստիկանությունում, քննչականում մեզ պատասխանեցին, խի դուք հույս ունեք, որ այդ գումարները հետ կտան, ոչ մի խումբ էլ չեն բռնի, ոչ մեկին էլ չեն ձերբակալի, ոչ էլ դուք ձեր գումարները հետ կստանան։ Մենք հույս ունենք, որ պարոն Կարագյոզյանը արդար կլինեն, բոլորը կլսենք պարոն Կարագյոզյանին, արդարությունը կվերականգնի եւ կվերադարձնեն այդ գումարները, որովհետեւ շատ են ընտուժվել, ոչ թե մենակ մենք ենք, այլ հազարավոր մարդիկ են։ Ներեցիք չասացիք ոստիկաններին, մենք ինչ հույս պիտի ունենանք, եթե ձեր տրամադրված։ Դե մենք ասեցինք, որ դուք եք ոստիկանություն, դուք եք պետական օրենքը, որ դուք պիտի զբաղվեք ձեր գործնա, որ պիտի հանցագործությանը բռնեք հանցախմբերին, որ այդ գումարները հետ վերադարձնեք։ Ասեցին այդքան ժամանակ որ մեկինն են հետ վերադարձրել, որ ձերը պիտի հետ վերադարձնեն։ Նույն այդ պատասխանը։ Սխեման չէի կարծում, որ կխաբվեք։ Դե եթե կարծեի կմուծեի, միայն այն ժամանակ հասկացա, որ խաբում են, որ վերջում ինձ առաջարկեցին, որ $1,200 վճարեք ձեր մի տարվա վարկի մարումը, որպեսզի մենք հավատանք, որ դուք չեք խաբի, վարկը ստանալուց մուծումները կանեք։ Նոր հասկացա, որ ոնց, ես հələ վարկ չեմ ստացել, ինչ մի տարվա մարում մուծեմ, դուք հələ վարկը չեք տրամադրել, դուք ասում եք մի տարվա մարումը մուծեք, $1,200։ Ու տեղից, որ մի քիչ վիճաբանության մեջ մտա, վիրավորեցի, իրանք սայթից կորան, Facebook-ըս կոտրել էին, ճիշտ ասած, ու տենց էլ ոչ գրեցին, ոչ պատասխանեցին, ոչ էլ։ Հա, միայն օնլայն, ես իրանց չեմ տեսել, ուղղակի մի հատ պասպորտի նկար ուղարկեցին, գայա, չգիտեմ ինչ ազգանունով, որ բանկի ղեկավարն է, որի մենք ենք տրամադրում վարկերը, հետո խաբեցին ու տենց կորեն։ Ոչ մի լումա չեք ստացել։ Ոչ մի լումա, դե $1,200 չմուծելուց հետո իրանք անհայտ կորան, ոչ մի պատասխան։ Ձեր անունն էլ ասեք։ Ազնիվ Գրիգորյան, Արարատից եմ, ես Արարատ գյուղից, դեղ եմ ապրում։ Իրանք ինձ հեռախոսա համար տվեցին, որ ես ինչ մարդը ստացել եմ, մենք չենք խաբում, Մայրինա անունով ինչ-որ մեկին համար տվին, զանգեցի, հարցրեցի ճիշտ է, որ վարկ են տրամադրում, հա, գիրովական, հա, ասեց արխային էլի, մուծումները տարա, ես $20,000 ստացել եմ, տուն եմ առի, ասի կարաս այդ թղթերը մի հատ նկարես ուղարկեցինց, որ իրոք ստացել ես էլի, չեն խաբում, ասեց հա, կուղարկեմ գործի եմ, կգնամ տուն կուղարկեմ ու տենց էլ չուղարկեմ։ Չէ, չունեցանք, որովհետև որ ոստիկանություն դիմեցինք, իրան կանչեցին, բռնեցին, բերին այդ աղջկան, որ ինքն էլ հենց խաբելա, որ $20,000 ստացել է, եկավ հասավ ընդ ասեց, դե ինձ տենց են ասել, ես էլ այդ ձևով ներկայացրել եմ։ Ինչ-որ մեկն էլ չի եղել, ձեզ հուշի, որ վստահելի չէ։ Դե ճիշտն ասած, ես ուրիշներին չեմ ասել, մենակ իմ ընտանիքի անդամներն են իմացել, իրանք էլ չեն իմացել, հույսով ենք ելել, որ կվերցնենք բարձր տոկոսների վարկերը կփակենք։ Ոստիկանությունը այսքան խարդախության մասին հաղորդում է տարածում, ասում է մի տրվեք, մի տվեք ձեր անձնական տվյալները։ Դա արդեն իմ խաբվածությունից հետո եմ ես կարդացել, արդեն էլ ոչ մի
բանի մեջ չենք մտե, չենք վստահե, արդեն ուշ էր, արդեն մենք այդքանը վճարել էինք։ Ձեզ գումար ինչի համար էր պետք կոնկրետ։ Ես բարձր տոկոսով վարկեր ունեի, ես ուզում էի էդի 3%-ով վերցնեի, որ բարձր տոկոսով վարկերս փակեի, կարողանայի ինչ-որ այդ ցեխից դուրս գայի։ Էն էլ ավելի ցեխը սկեցինք ու այդքան պարտքերն էլ ավելացա մեզ։ Գեվ, անդեֆրա։ Հարգելի հետևողներ, Կարագյոզյանը հանդիպում է Շահարների հետ։ Պարոն Կարագյոզյան, քննչական կոմիտեի ներկայացուցիչ